Այս պայդրությամբ ընդդիմադիր դաշտում գտնվողների մասին է խոսքը, որովհետև արդեն ակնհայտ է դառնում, որ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու գործընթացը խոչընդոտվում է ընդդիմադիր, այս պահին առանց ճակերտների եմ ասում, բայց գնալով ավելի ոնց որ ճակերտները երևում են ընդդիմադիր падգամավորների եւ ընդդիմադիր գործիչների կողմից։ Շնորհակալություն, ասեք։ Այդ 28 ստորագրությունները այս ձևաթղթի տակ ունենան, հաջորդ քայլը որն է լինելու։ Շատ լավ հարց եք տալի, որովհետեւ այդ հարցի, այդ ձեր տված հարցի բռնաբարումը ես տեսել եմ բոլոր հնարավոր եթերներում, որովհետեւ ինչ որ մարդիկ իրանց իրավունք են վերապահում չմիանալով այս գործընթացին, մեզ ինչ որ նախապայմաններ թելադրել, մեր առաջիշու պայմաններ դնել ու մեր ստրատեգիաները քննադատել, քննարկել, բան անել։ Եթե օրինակ Տիկին Ագնես Ախամյանը այսօր ստեղ կլներ ստորագրությունը կդներ, ես մեծ սիրով Տիկին Ագնեսային կպատմեի ամբողջ ստրատեգիան, մանրամասն շատ ավելի, հիմա որոշ բաներ կասեմ, բայց ավելի մանրամասն կպատմեի, կլսեի Տիկին Ագնեսայի քննադատությունները, որովհետև չէ որ մարդը ստորագրություն ա դրել, ես արդեն պարտավոր եմ իրան մանրամասն պատմել ինչ մասին է խոսքը։ Ուրեմն հարգելի հայրենակիցներ, շատ շնորհակալություն այս հարցը, որ դուք բարձրացրեցիք եւ հնարավորություն տալիք ինձ հայրենակիցներին դիմել այս բանով։ Ուրեմն մենք ունենք մեր ստրատեգիան, մեր մարտավարությունը։ Այդ մարտավարությունը հասու չի որոշ ընդդիմադիրների, ովքեր 4 տարի շարունակ տապալել են ամեն ինչ, ինչ հնարավոր է տապալել։ Եթե այդ մարդիկ այդպես լավ խորհուրդներ կարան տան, իրանք թող իրանք այս 4 վերջին 4 տարվա գոնե մեջ գոնե մի բան ավարտին հասցնեին։ Մեր ստրատեգիան հետևյալն է։ Գոյություն ունի անվստահության գործընթացի հաղթահարման 2 պատ։ Առաջին պատը, ինչպես տեսնում եք հարգելի հայրենակիցներ, ընդդիմության պատն է։ Այս պահի դրությամբ խոչընդոտում է ընդդիմությունը։ Սա իհարկե երկար տևել չի կարող, որովհետև ինչ որ պահի կամ կկոնկրետանա ամեն ինչ, այսինքն մենք կհասկանանք, որ իրանք այդ ընդդիմություն չեն, հստակ կհասկանանք եւ կշարժվենք առաջ նրանց նկատմամբ եւս կիրառելով այն գործիքակազմը, ինչը կիրառվելու է քաղաքացիական պայմանագրի համար, իշխանության համար։ Կամ ինչ որ պահի իրանք կհաղթահարեն իրանց ներքին թիմային, խմբակային կլծվենք հաղթահարելու հաջորդ դիմադրության պատը, որը կոչվում է իշխանական դիմադրության պատ։ Այս ինչ ասում եմ, սա կարող եք մի վարքյան չկասկածել, տեղի ունենալու, մի վարքյան չկասկածեք։ Այսինքն մենք հաղթահարելու ենք ընդդիմության ես անիմաստ տարաձայնությունները, ոնց ես չգիտեմ, то есть եթե հաղթահարելու 2 ձև կա, երբ որ հաղթահարենք միասին բոլորով ընդդիմությունով եւ հաղթահարենք այս նախաձեռնությունը չմիացած ընդդիմադիրների հեղինակության հաշվին, հեղինակազրկելու հաշվին։ Այդ 2 տարբերակները ես չեմ կարող ասել, որը կընտրի մեր ընդդիմությունը, իրանց ընտրության հարցն է։ Ամեն դեպքում մենք դա կհաղթահարենք, անպայման անցնելու ենք հաջորդ փուլին։